Հիմա ուզում են քաղաքացիներին վախեցնեն, հենց չվճարեն, բերետավորներ կանչեն, տանեն տուգանեն այդ քաղաքացիներին։ Իսկ Հայաստանի Հանրապետություն մնացել է գեթ մեկ հոգի, որ Նիկոլ Փաշինյանին լուրջ է վերաբերում։ Ոնց իրենց հրամանը գնա, այտենց էլ անելու են։ Մարդկանցից փող են հավաքում, այն մի գրպանից վերցնում են, այսպես գրպանով մարդկանց նոր ժողովուրդ են ընդունում գործի։ Այս մարդիկ եկել են թալանելու սեփական գրպանները լցնելու համար։ Մարդիկ բոյկոտում են եւ չեն վճարում։ Բարև ձեզ Արմնյուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, բարև ձեզ պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ այսօր ուզում եմ ձեզ հետ քննարկել կարևոր թեմաներից մեկը, այն է տրանսպորտը։ Ավականին առաջարկեց, որ քաղաքացիները, ովքեր տրանսպորտում չեն վճարի, կբոյկոտեն, տուգանեն իրենց 15,000-ից 18,000 դրամի չափով։ Խնդրում եմ այս արդիվ հայտնել ձեր կարծիքը, արդյոք ճիշտ է թե ոչ եւ արդյոք հնարավոր է դա իրագործել։ Ավականիները չեն առաջարկել, դա 9%-անոց ոչ լեգիտիմ ՔՊ-ի ավականիներն են, իրենց կցորդ հանրապետություն կուսակցության ավականիներով ներքին որոշում են կայացրել, որ պետք է օրենսդրական փոփոխություն անեն, դիմեն ազգային ժողով, նոր մահակ քաղաքացիների գլխին սարքելու առումով, տուգանելու, թալանելու առումով, օրենք փոխեն ու սկսեն ստիպեն քաղաքացիները վճարել մի բանի համար ավելի թանկ, որի դիմաց չեն ստանում ոչ մի ծառայություն։ Իրենք խաբում են, ստում են, դե իրենց հիմնական դա բանն է, չէ՞, առաջնորդվում են այդ ստող ու կեղծիքով, որ բարեփոխված տրանսպորտներն է, սմարթ կանգառներն է, կանգառներում Wi-Fi-ներ կա։ Երևան քաղաքում չեք գտնի գեթ մեկ սմարթ կանգառներ, իսկ Երևանում կարող եք գտնել շատ անթիվ ընդհանրապես կանգառներ գոյություն չունեցող Շենգավիթ վարչական շրջանից, մենք բոլորը գնացել տեսել ենք։ Նրանք իրենց մեջ որոշել են, որ բոյկոտը արդեն հասնում է մեծ մասշտաբների, մարդիկ անտեսում են իրենց հորդորները, իրենց խնդրանքները։ Հիմա տեսան, որ չեն կարողանում, սկսել են ներքին կարգով այդ օրենսդրությունը մշակել, տանել ազգային ժողով իրենց ընդեղի, ինչպես իրենք են ասում, ուսապարկերը ընդունեն այդ օրենքը ու սկսեն արդեն մահակ դարձնել քաղաքացիների գլխին, բայց հաշվի չեն առնել, որ 800 շարժակազմ գոյություն ունի Երևանում եւ պետք է ընդունեն 800 հսկիչ անվտանգության աշխատակից ոստիկանության ինչ որ մի հատ միքս արած մի հոգի, որ կարողանա քաղաքացիներին ստիպի, բայց ես չեմ հավատում, չեն կարողանալու այդ 800 աշխատակից, եթե իրանք 800-ը չընդունեն, ասենք, օրինակ 50 հոգի սկսի տուգանել մարդկանց, իսկ մյուս ավտոբուսների մեր ուղևորները ասեն դե լավ որ տուգանում են, փաստորեն մարդկանց վճարած հարկերով, турքերով, այդ գույքա հարկ աղբանության վճար էլի թանկացավ, մարդկանցից փող են հավաքում, այն մի գրպանից վերցնում են, այսպես գրպանով մարդկանց նոր ժողովուրդ են ընդունում գործի, հսկիչն է որ տուգանեն քաղաքացիներին, չի ստացվելու, անիմաստ է, իրանք ինչ անեն հակառակ էֆեկտ է տալու։ Իսկ ինչ եք կարծում, ազգային ժողովը կընդունի այդ նախագիծը։ Իսկ դուք մտածում եք ազգային ժողովում նստած են այնպիսի մարդիկ, որ մտածում են երևանցիների կամ հայրենակիցների քաղաքացիների Հայաստանի Հանրապետության բնակչության, իհարկե ոչ։ Ոնց իրենց հրամանը գնա, այտենց էլ անելու են։ Իրանք այնտեղ կնոկա սեղմողներ են, ուրիշ ոչ մեկ։ Որն է դրդապատճառը, արդյոք գումարը, ինչպես դուք եք նշում, մի գրպանից մյուսը դնելն է։ Ուրեմն դրդապատճառը այն է, որ քաղաքացիների, մեր ավականիներից, բոլորից միավոր ուժերով 300 դրամը, եւ իրանք 300 դրամ էին ուզում թանկացնեին, վախեցան, հետ կանգնեցին իրենց ոնց է կոչվում, իրենց ՔՊ-ի գլխավորի հորդորով, որ չէ քաղաքացիները արդեն Ավինա Տիգրանի թողած Նիկոլ Փաշինյանին են ճակերտների մեջ արդեն բարի խորհուրդներ տալիս, հիշում, Տիգրան Ավինյանին կանչել էին ՔՊ-ի այդ խորհրդի նիստին եւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հիմա դու դուրս արի, հայտարարի, որ 300-ը իջնում է 150 միանգամից, իսկ դրա առաջի օրը Ավինա Տիգրանն ասում էր ոչ մի հետնահանջ չկա, եթե 300 չլինի, մանկապարտեզներում ասֆալտապատում չեն կանել։ Դա ձեր բոյկոտի արդյունքն է։ Ոչ միայն, միանշանակ բոլոր քաղաքացիներին, որովհետև բոլորը համախմբվեցին, թե սոցիալական ցանցերում, թե տարբեր տեղերում արտահայտեցին իրենց դիրքորոշումը, սրանք վախեցան, միանգամից հետնահանջ արեցին։ 150-ի պարագայում էլ ասում էին արդեն եթե չանեք տրոլեյբուսներ չեն գնելու, էլի ժողովուրդը բոյկոտեց, քանի որ չեն տալիս իրենք նորմալ տրոլեյբուս, նորմալ ավտոբուս, նորմալ մարդիկ իրար շալակած, իրար գրկած, արդեն տենում եք ամեն անգամ տարբեր լրատվականներում կա։
Հիմա այս բոյկոտն էլ մեծ մասշտաբների հասավ, մարդիկ սկսեցին քաղաքապետարանի աշխատողներին մտցնել, ներս, ավտոբուսներ, քաղաքացիները վեճի մեջ ընկնեն, դա էլ օգուտ չտվեց։ Ըստ ձեզ ինչու էին ստիպում քաղաքապետարանի աշխատողներին, որպեսզի գնան վեճի քաղաքացիները։ Իրանք ինչպես fake են, fake ինչ որ տեսաուղերձներ, նյութեր էին ուզում ստանալ, որ սովորական քաղաքացիները հորդորում են մեր մնաց այն բոյկոտող քաղաքացիներին, որ վճարեք, մենք բոլորին հատ առ հատ, իրենց իրաց բառն է, հատ առ հատ sense հանրայնացրեցինք, բոլորը տեսան, որ սրանք քաղաքապետարանի աշխատողներ են ու էլ ոչ մեկ չենթարկվեց Ավինյանին, ասեցին մենք դուրս չենք գալի, խայտարակ չենք գլու, մեր ժողովրդի դիմաց սարքել եք մեզ։ Այսինքն հիմա չկան նման մարդիկ ու ուղղվածները։ Ոչ, չկան, չեն ենթարկում իրենց։ Նույնը փորձեցին արդեն վարորդների միջոցով, վարորդներին այնպես անել, որ մեր քաղաքացիների հետ վեճի բռնվեն, մի քանի վարորդներ տրվեցին այդ իրենց հայտի ձայնագրությունների մեջ կա, վարորդներին էլ օգուտ չտվեց, վարորդներն էլ չկարեց, եկավ ժամանակ, ասեցին մենք դրա մեջ չենք մտնում, հիմա եկել է արդեն տուգանքի եւ տուգանի մատերիալ դարձնելու օրենքի նախագիծը, որ ազգային ժողովն դրան դար երկար կա, թող փորձեն, հետանց չի լինելու, ինչ անեն հակ ազդեցություն ունենալու է ու շատ հետաքրքիր։ Վերհիշենք Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը դուք էլ նշեցիք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Հիմա ի՞նչն է պատճառը, կոնկրետ ինչու են ուզում քաղաքացիներին ճնշել։ Իսկ Հայաստանի Հանրապետություն մնացել է գեթ մեկ հոգի, որ Նիկոլ Փաշինյանին լուրջ է վերաբերում։ Ես այդ մարդուն լուրջ չեմ վերաբերում։ Ինքը ինչ ասում է, հակառակն է անում։ Այն հայտնի Արցախ-Հայաստանը եւ վերջ այդ արտահայտությունից սկսած մինչև քաղաքացին տուգանքի եւ տուգանվելու մատերիալ չի, վատ եք ապրում, արդեն աղքատությունը ձեր ուղեղում է, ցելի ժողովուրդ, իրան այս մարդուն լուրջ մի վերաբերվեք։ Ինքը սիրում է փող, գումար, շատ փող, պաշտոն, ու որովհետեւ այդ մեկել այդ առօրյան, այդ լավ ապրելու առօրյան, որովհետեւ չեն տեսել։ Մարդիկ մինչև 2018 այդ կլոունադան Հանրապետության հրապարակում Գյումրիից քայլելով որ եկան, այդ կլոունադան, այդ դերասանություններ, այդ հերոսի fake պապիկին այդտեղ բեմ բարձրացնել, այդ մարդիկ ամեն ինչ սարքել էին, այս պատրաստել են այսօրվա համար, որ իրանց ուղեղներում բան փոխվի, իրանց գլխներով, որ իրենք սկսեն լավ ապրել, լավ մեքենաներով, շրջագայեն հետաքրքիր ինչ որ ուտեցներ ուտեն, չտես մարդուց վատ բան գոյություն չունի։ Մի հավատացեք իրենց ոչ մի բանի։ Այս մարդիկ եկել են թալանելու սեփական գրպանները լցնելու համար։ Մայր Հայաստանը առաջիններից էր, որը բոյկոտ կազմակերպեց, 300 դրամը, թե 150 դրամը բոյկոտեց։ Հիմա ինչ փուլում է բոյկոտը, քանի որ շատ ենք ստանում ահազանգեր, որ կարծես թե դադարել է ամեն բան։ Ես միանշանակ ձեզ ասեմ, ոչ մի բան չի դադարել, Մայր Հայաստանի ավականները միշտ բոյկոտի շրջանակներում լինում են կանգառներում մեր տարբեր ավտոբուսների մեջ, քաղաքացիների կողքին։ Բայց կարծես թե առաջվա պես ակտիվ չեք։ Առաջվա պես ակտիվ են, մարդիկ կան ինձանից սկսած, ես 3 եմ եղել կանգառներում, մարդիկ արդեն ուրիշ մեթոդներ են ձեռք բերել, ուրիշ կրեատիվ մեթոդներով են բոյկոտում, ես չեմ բարձրաձայնի, թող շարունակեն եւ վերջում այն մարդիկ, որ ասում են բոյկոտը չի ստացվել, թող պատասխանեն ինձ այս հարցին մի քանի օր առաջ ավականու հերթական նիստի ժամանակ 2 միլիարդ 200 միլիոն դրամ Երևանի բյուջեից փոխանցվեց ավտոբուս ՀԲ-ին։ Ինչի համար։ Ես պատասխանեմ, հավաքագրումներ չկա, մարդիկ բոյկոտում են եւ չեն վճարում։ Այդ 5 միլիոն դոլարը նորից երևանցիների վճարած հարկերից տվեցին ավտոբուս ՀԲ-ին, որ կարողանա իր ծախսերը հոգա։ Բոյկոտը ստացվել է, իրենք ինչքան հակառակ գնան ժողովրդին, տուժելու են հենց իրենց սեփական գրպանները։ Այս պահին այս վիճակն է, բոյկոտը ստացվել է, եթե բոյկոտը չէ ստացվել, 300 դրամը մնալու էր։ Բոլոր քաղաքացիների, հայրենակիցների, մեր բոլորիս միասնականության արդյունքում վախեցան, հետ նահանջարեցին, դարձեցին 150, հիմա էլ 150-ի դեմ են ուզում պայքարել։ Եթե չի ստացվել, ինչի են ընդունում տարբեր հսկիչներ 200,000 դրամ աշխատավարձներ, ինչի համար են անում։ Դե եթե վճարում են մարդիկ, ինչի՞ նոր օրեն տանում ազգային ժողովում նոր մահակ ստեղծում։ Մեկ էլ այդ 2 միլիարդ դրամը, որ փոխանցեցին ավտոբուս, հենց այդ բոյկոտի արդյունքն է։
Նշեցիք, որ 150 դրամի դեմել են պատրաստ քաղաքացիները բոյկոտել, ինչ եք կարծում, այս անգամ բոյկոտի շնորհիվ հնարավոր կլինի 150 դրամը դարձնել 100 դրամ։ Իրանք էլ նահանջ տեղ չունեն, արդեն իրենք իրենց այքան են ասել են ու չեն արել։ Հիմա իրենք իրենց են խափում արդեն, մտնում են այդ իրենց աշխատասենյակներ, իրենք իրենց խափում են, իրենք իրենց հույս են տալու դուրս են գալիս։ Ինչքան են հիմա էլ հետ նահանջ չեն ուզում անեն, ուզում են արդեն այդ մահակը օգտագործեն։ Ես վստահեցնում եմ, թող ԿՊ-ն ու հանրապետությունը այդ օրենքը փոխեն, նոր մարդկանց տուգանելու 15000 դրամը եւ 18000 դրամը, թող փորձեն, տեսնենք ինչ օգուտ է տալու։ Ես վստահեցնում եմ, այնց հակառակ էֆեկտ է տալու, էլ դրա տակից ոչ մեկ իրենց գլխավոր հրամանատարն էլ չկարողանա դուրս գալ։ Օրինակ ինչ էֆեկտների մասին է խոսքը գնում։ Հետաքրքիր էլ ավելի իրանք իրենց ուշքու միտքը հիմա այս մի հոգի տանեն ավտոբուսի մեջ, այնպես անեն քաղաքացիների հետ ընդհարում լինի, իրենց սիրած ոչնա, չէ, կարմիր բերետավորների զանգեն, Տիգրան Ավինյանը սիրում է, չէ, հենց չի կարողանում հարցերին պատասխանի ուրա միլիարդավոր դրամները, տարբեր հարցերի ուրա մսխումները ձեն են տալի կարմիր բերետավորներին։ Հիմա էլ ուզում են քաղաքացիներին վախեցնեն, հենց չվճարեն, բերետավորներ կանչեն, տանեն տուգանեն այդ քաղաքացիներին, չի լինելու։ Մենք այդ օրենքը ընդունելու պահից քաղաքացիների կողքին ենք լինում, դրանք այդ ով է գալի, ոնց է ուզում այդքան ժողովրդին տուգանի։ Եթե տուգանքները կիրառվեն, ինչ է պատրաստ անել Մայր Հայաստանը։ Ինչ գործողությունների կգնաք։ Նախ ամեն գործողությունների պատրաստ ենք, չենք թողնելու քաղաքացիները միայնակ մնան, բայց ես ձեզ վստահեցնում եմ, եկեք չշտապենք, թող իրենք դանդաղ շտապեն, տեսնենք ուր է հասնելու։ Տնենք այդ որ մեկն է փորձելու քաղաքացիներին տուգանել։ Իսկ մինչ այդ օրենքը ընդունելը շատ բան է փոխվելու Հայաստանի Հանրապետությունում, մանավանդ Երևան քաղաքում։ Ինչ է փոխվելու։ Ըստ իրենց սիրած օդում կախված լուրերի հիմա խաղաղության նոխազ են ուզում սարքեն այս Երևան քաղաքի կառավարումը ձախողած բոլոր ոլորտներում, ասֆալտապատումից մինչև աղբահանություն, կանաչապատմանն էլ հիմա քաղաքում արդեն օտար երկրամերկ քաղաքացիներ հյուրերն են բարձրաձայնում, որ Երևան քաղաքը սարքում են անապատ։ Կանաչապատումից մինչև ավտոբուսների բարեփոխում բոլոր բաները տապալել են։ Պլյուս միլիարդավոր դրամներ են մսխել հենց անիֆից, մի քանի օր առաջ էլ լրատվականներում տարածվեց, որ 1 միլիարդ 600 միլիոն ինչ-որ օֆշորային ընկերությունում, ինչ-որ ընկերություն օֆշորներում գրանցված էլի մսխել են 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ Այս բոլորին sense փաթեթավորելու են ու դարձնեն խաղաղության նոխազ Տիգրան Ավինյանին։ Ոնց որ Հայկ Մարությանին ճանապարհեցին, հիմա էլ ուզում են Տիգրան Ավինյանին ճանապարհեն, ասեն կհաջողվի շատ մեծ ցանկություն ունեն, ուղղակի այնտեղ մեջ շատ մեծ խնդիր ունեն, իրանք լավ գիտեն։ Տիգրան Ավինյանը 9% ձայն է հավաքել։ Երևան քաղաքում 65 ավականներից պետք է 33-ը կողմ լինեն, որ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնեն ու ճանապարհեն դուն։ Հիմա ԿՊ-ն եւ Հանրապետությունը լավ ասենք իրենց Տիգրան Ավինյանին դարձրած քաղաքապետ հանրային ձայնից որ եկան ներկա եղան, եթե այդ մարդիկ համաձայնվեն էլ գան, անվստահություն հայտնեն, անձամբ Տիգրան Ավինյանը պետք է քվեարկի ինքը իր կողմ իրան անվստահություն հայտնի։ Շատ հետաքրքիր սցենաներ է լինելու, տեսնենք Տիգրան Ավինյանը ինչ է արել, ինչ ունի իր, այսպես ասած, ներողություն դասի հավաքած իր վրա ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, որ Տիգրան Ավինյանը անձամբ ինքը իրան անվստահություն հայտնի։ Շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, սպասենք, կտեսնենք, բայց սիրելի երևանցիներ, Տիգրան Ավինյանը միայն խաղաղության նոխազ չի, ընդհանուր ԿՊ-ն ու Հանրապետությունը իրար հետ իրենց խմբակով կցորդ կուսակցություններով այս վիճակին հասցրել են իրանք պետք է գնան, ուրիշ տարբերակ չկա ու գնալու են, հավատացեք։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ բազմաբովանդակ զրույցի համար։ Արմյուրի հարգելի հետևորդներ, այս ժամի համար, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, իսկ մեզ կարող եք հետևել Facebook-յան, Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում։